վերջին անգամ երբ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիևյան կամուրջ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Փաշինյանին զեկուցել են, որ կամրջի կառուցվածքային ամրության ապահովման նպատակով իրականացվում են հիմնարար աշխատանքներ։ Մասնավորապես կամրջի ծածկի հատվածում կիրառվում է նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա ապահովել մետաղական եւ ասֆալտե մակերեսների հուսալի կպչողականություն, կանխելով ջրի թափանցումը կառուցվածքի ներս եւ հենարանների հնարավոր վնասումը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ հենարանների ներսում, հնարավորություն ստեղծելով հետագա դիտարկումների եւ սպասարկման համար։ Կամրջի արտաքին տեսքը պահպանվելու է, իսկ ճանապարհահատվածը նախատեսվում է բացել ավելի շուտ, քան կավարտվեն հիմնական շինարարական աշխատանքները։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին։ Լոռու փրկարարներին հաջողվել է դիակը դուրս բերել ափ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա գետում հայտնաբերվել է Opel Magnishi ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածի հետ եղել է եւս մեկ մարդ։ Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում են ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլինի երկրորդ քաղաքացին ավտոմեքենայում է, թե ջրահեղձ է եղել։ Պետք է մենք ավելի շատ քննարկենք, խոսենք իրանց ընտրակեղծիքների հարցը, որպեսզի ինքը Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը իրենց աջակիցների հետ հանդիպան ժամանակ հայտարարել է, իշխանությունները փորձում են հանրությանը կերակրել սին օրակարգերով, մինչդեռ ընդդիմությունը պետք է կենտրոնանա ընտրակեղծիքների բացահայտման եւ համակարգային պայքարի վրա։ Նա ընդգծել է, որ փողոցային պայքարի եւ խորհրդարանական գործունեության համադրումը միակ ուղին է հասնելու քաղաքական փոփոխությունների եւ իշխանապողության։ Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի նկատմամբ գործադրվող ճնշումներին, Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքական հետապնդումները պայմանավորված են հենց իրենց սկզբունքային դիրքորոշմամբ եւ իշխանությունների հետ պայմանավորվելու անհնարինությամբ։ Ըստ նրա, անգամ ճնշումների ներքո ընդդիմադիրները չպետք է կոտրվեն, քանի որ պայքարի նպատակը ուժեղ պետություն ունենալն է։ առանց փողոցի օրենսդիրն էլ չի կարա փոխի։ Դրա համար կարծում եմ համակեցությունա պետք։ Միակ ձև ունենք։ Եթե տնվոր չենք ստեղ, եթե չենք նեղանալու գնանք, դա հաղթանակն է։ Սենց կգանք, փողոց օրենսդիրով կգանք, պետքա դրան գանք։ Ու վաղ թե ուշ գալու ենք, որովհետև ամեն նոր ժամանակաշրջան ինքը կորցնում է տոկոս։ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել օրենսգրքի հակասահմանադրական մեկնաբանություն եւ վերապահել է իրեն ընտրատարածքային հանձնաժողովի լիազորություններ արդյունքներն անվավեր ճանաչելու հարցում։ Փաստաբանը պնդել է, որ ԲՀԿ-ն եւ ընտրողների զգալի մասը տուժել են պետական մարմինների թերի աշխատանքի պատճառով։ Օրբելյանը դատարանին հորդորել է հաշվի առնել ընտրական գործընթացում արձանագրված խախտումները, որոնք ըստ նրա անհնարին են դարձրել քվեարկության իրական պատկերի որոշումը։ Չի կարող լինել մի վիճակ, որ 5-4% հաղթահարած քաղաքական ուժը կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական հանձնաժողովների թերի աշխատանքի արդյունքում ոնց որ մի հատ ձեռը ասում է խախտում անեմ, մյուս ձեռը գալիս է բռնում է, բայց տուժում է ԲՀԿ-ն արդյունքում։ Էսա խնդիրը բարձր դատարան, սա շատ պարզ մաթեմատիկական խնդիր է։ Սահմանադրական դատարանը 6 օր ունի ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները քննելու համար։ ՍԴ-ի վերջնական որոշման հրապարակումը նախատեսված է հուլիսի 4-ին։ Գիտեք, որ չեն լսել, հենց ինչև է։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը սահմանադրական դատարանի բակում լրագրողի այն հարցին, թե ինչ կլսեինք իշխանականների հեռախոսազանգերը լսելու դեպքում, վստահեցրել է, որ որևէ հակաօրինական բան չէր հայտնաբերվի։ Գալյանը շեշտել է, որ այս իշխանության օրոք գործող պաշտոնյաներից շատերը հեռացվել են պաշտոններից եւ ենթարկվել քրեական պատասխանատվության, ընդգծելով իշխանության սկզբունքայնությունը։ Ընտրակաշառքի գործերում իշխող կուսակցության ներկայացուցիչների բացակայությունը Գալյանը պայմանավորել է դրանց գոյություն չունենալով։ Այս իշխանության օրոք գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ պատիժ կրելու կամ կալանավորվել են։ Այսինքն սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում եւ սեփական թիմի ներկայացուցիչներին։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, ես արդեն իրոք հերիք է ցույց տալ, որ մենք ապրում ենք այլ իրականությունում։
Bloomberg գործակալության տվյալներով փետրվարի վերջին Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածը ամերիկյան հետախուզական ծառայությունների անփութության հետևանք է։ Փետրվարի 28-ին տեղի ունեցած ողբերգությանը զոհ է գնացել 175 մարդ, որոնցից 168-ը դպրոցական աղջիկներ։ Պենտագոնի ներքին փաստաթղթերը վկայում են, որ դեռ 2019 թվականին վերլուծաբանները թիրախնույնականացրել են որպես կրթօջախ, սակայն տվյալների բազաների անջատվածությունը թույլ չի տվել, որ այդ կարևոր տեղեկությունը ժամանակին հասնի հրամանատարությանը, թեև նախագահ Դոնալդ Թրամփն առանց ապացույցների մեղադրել է Թեհրանին, դեպքի վայրում հայտնաբերվել են ամերիկյան հրթիռների մագնշմամբ բեկորներ։ Ապրիլին մեկնարկած ծառայողական քննությունը ներկայումս փաստացի սառեցված է կենտրոնական հրամանատարությանը փոխանցվելուց հետո։ Cannot be concealed. Իրան իշխանություններն իրենց հերթին կատարվածի ողջ պատասխանատվությունը վերագրում են Վաշինգտոնին եւ Թել Ավիվին։ ԱՄՆ-ն խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի 2 կետ, եւ Թեհրանը պատասխանելու է յուրաքանչյուր խախտմանը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ ԱՄՆ-ն տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին աջակցելով, նկատի ունենալով Լիբանանում Իսրայելի գործողությունները, խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակմամբ 5-րդը։ Հուշագրի ցանկացած կետի խախտմանն ի պատասխան արձագանքը լինելու է արագ եւ ջախջախիչ, գրել է նա X-ում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նախորդին հաստատել է Իրանի տարածքում հարվածներ հասցնելու փաստը, ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ ի պատասխան հարձակվել է ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերի վրա։ Բահրեյնի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է իր տարածքի վրա։ Բահրեյնի թագավորության անունից գերատեսչությունը դատապարտել է հունիսի 27-ին իրականացված հարձակումը մի քանի իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Բահրեյնի արտգործնախարարությունը Իրանին պատասխանատու է համարել խաղաղ նախաձեռնությունները խաթարելու համար։ Վոլգոգրադի մարզում հրթիռային հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել, հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ Վոլգոգրադի ուղղությամբ արձակված ֆլամինգո հրթիռները հարվածել են Տիտան բարիգադի ձեռնարկությանը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր պաշտպանական օբյեկտ, որը աշխատում է դեմ Ուկրաինայի, արդարացի թիրախ է իրենց հեռահար հարվածների համար։ Զելենսկու խոսքով ուկրաինական հեռահար գործողությունների աշխարհագրությունը անընդհատ ընդլայնվում է եւ հենց այդ ճնշումն է ամեն օր հիմք նախապատրաստում արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Մարտական գործողություններին զուգահեռ Բելարուսի միջնորդությամբ Ռուսաստանին եւ Ուկրաինային հաջողվել է իրականացնել քաղաքացիական անձանց փոխանակում 7-7-ի դիմաց ձևաչափով։ Այս գործընթացի շնորհիվ տուն են վերադարձել Կուրսկի եւ Ուկրաինայի տարբեր մարզերի բնակիչներ։ Թեև կողմերը պարբերաբար հայտնում են մարդասիրական նման քայլերի մասին, սակայն ռազմական գործողությունների դադարեցման որևէ հստակ հեռանկար դեռևս չի նշмарվում։ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ օդային հերթապահություն են իրականացրել ճապոնական եւ արևելաչինական ծովերի, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի օդային տարածքում։ Այս գործողության ֆոնին Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ռուսական ու չինական մի քանի ռազմական ինքնաթիռներ մտել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։ Չնայած այս հանգամանքին, որ օտարերկրյա ինքնաթիռները չեն խախտել երկրի ինքնիշխան օդային տարածքը, հարավկորեական ռազմաօդային ուժերը անմիջապես արձագանքել են իրավիճակին եւ պատասխան քայլով կործանիչներ են օդ բարձրացրել։